ձեր փոխարեն նյարդերս ծախսեցի եւ ծանոթացա Նիկոլ Փաշինյանի ելույթին, որով նա հանդես եկավ Վրաստանի մայրաքաղաքում։ Գլոբալ առումով Փաշինյանը անում է հետեւյալը, նա ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դնում Հայաստանի տարածքով Զանգեզուրի միջանցքի բացումը։ Ինչի մասին է խոսում Փաշինյանը։ Նա նշում է, որ Պաշտոնական Երևանը պատրաստ է Հայաստանի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան, Ադրբեջանից Թուրքիա, ինչպես նաև խոսում է այն մասին, որ Հայաստանի տարածքով անցնելու են տարբեր կոմունիկացիաներ, գազատարներ, նավթատարներ եւ այլն եւ այդպես շարունակ եւ բառ անգամ չի ասում այն մասին, թե Հայաստանը ինչպես է Ադրբեջանի տարածքով կապվելու օրինակ Իրանի կամ Ռուսաստանի հետ, ինչու, որովհետև Զանգեզուրի միջանցք ասվածը այդ ամենը չի նախատեսում։ Եվս մի կարևոր հանգամանք։ Երեք Ալիևը խոսում էր, որ 28 թվականին պատրաստ է լինելու Զանգեզուրի միջանցքը։ Այսօր Փաշինյանն ասաց, որ ենթակառուցվածքները 3 տարում պատրաստ կլինեն։ Մտածեք։